Որովհետև լավ հասկացել ենք, որ եթե մեր հոգևոր եկեղեցու մեջ եղած մարդկանց ընտանիքները հոգևոր չի, ճիշտ ընթացքի մեջ չի, ճիշտ աճ չունի, եկեղեցին էլ մեծ դժվարություններ ունի։ Հոգևոր ընտանիքի ամրությունը, սիրելի քույրեր եղբայրներ, հոգևոր ընտանիքի ամրությունը ազդում է եկեղեցու ամրության եւ վկայության վրա, ուզես թե չուզես։ Եթե հոգևոր ընտանիքը լավ է, ամուր է, առողջ է, ազդում է ընդհանուր եկեղեցու վրա։ Եկեղեցին առողջ է։ Եթե եկեղեցու եղած ընտանիքները առողջ չեն, ճիշտ ընթացքի մեջ չեն, դա չի ազդում եկեղեցու վրա։ Ազդում է։ Ազդում է մեր երեխեքի վրա, մեր երեխեքն եկեղեցու ապագան են։ Այսօր մենք ինչպիսին ենք, մեր ընտանիքները ինչպիսին է, կամած այդպիսին դառնում է նաև եկեղեցին։ Եվ մեր ընտանիքներն է վկայություն աշխարհի մեջ։ Օրինակ մարդիկ առաջ մեր ընտանիքներին են նայում, բոլորիս, մեզ, մեր ընտանիքները, հետո նոր գալիս են եկեղեցին են նայում։ Դրա համար մեզ պետք է սիրելի քույրեր եղբայրներ, երբ մենք շինում ենք, առաջ մեր ընտանիքները տենանք ինչ ենք շինում։ Եթե մի եկեղեցու անդամ գալիս է եկեղեցի, նստում է պաշտամունքի, պարկեշ, աղոթում է, երգում է, այթում է եւ դրսում իր հարևաններին բոլորին մեջտեղից ճղում է, այդ մարդիկ ասում են բայսի հավատացյալը, ինչ օգուտ ունի իր եկեղեցի գալը, օգուտ չի, վնաս է, որովհետեւ այն մարդկանց շանսը, որ շանս ունեին փրկվելու, կործանվեցին։ Որովհետև ինքը դարձավ սատանայի գործիք, չար վկայության համար։ Եվ եթե մեր ընտանիքները մենք չենք կրթում եւ մեծացնում հավատքի եւ ճշմարտության մեջ, մենք եկեղեցում ինչ պետք է կրթենք։ Օրինակ, կին ամուսին հարաբերությունը քրիստոնեական ընտանիքում ինչպիսին է։ Մենք որպես քրիստոնեական ընտանիքներ, կին ամուսին հարաբերությունը որտեղ է եւ ինչ վիճակի մեջ։ Եթե կինը պետք է պարկեշ լինի, խոնար լինի,